Վերջին զանգ հեռուստասերիալում Անգելինան զանգում է Հենրիին, վերջին հույսը կտրած եւ միակ հարցն է տալիս, որն իրեն սպանում է ներսից։ Խնդրում եմ, ասա ճշմարտությունը, ինչն է այն գաղտնիքը, որ մեզ բաժանում է։ Սակայն Հենրիի պատասխանը կտրուկ է։ Նա ասում է, որ հենց այդ պահին իր մայրը Աննան ծննդաբերում է եւ վիճակը չափազանց ծանր է։ Ասում է, որ իրեն հիմա ոչ ոք չի հետաքրքրում։ Անգելինան չի նեղանում, քանի որ հասկանում է, թե Հենրիի, թե Աննայի կյանքում հիմա ճակատագրական պահ է։ Նա վերադառնում է տուն, որտեղ հյուր է տիկին Ռիտան։ Տանը ջերմ մթնոլորտ է, նստած են Վիկտորիան, Ավագը, Ռիտան ու Անգելինան։ Զրուցում են։ Քիչ անց անցնում են ընտանեկան հարցերի, երբ Անգելինան մի լուր է հայտնում, միանգամից փոխելով սենյակի էներգիան։ Նա ասում է, որ ծնվում է Աննա Բագրատովնայի բալիկը։ Վիկտորիան ու Ավագը ուրախանում են, լռությամբ հաստատում, որ կյանքը շարունակվում է։ Բայց տիկին Ռիտայի դեմքին ոչ ուրախություն կա, ոչ էլ տխրություն։ Նրա հայացքն արձակվում է մի կետում, խորքում թաքուն ցավով։ Նա գիտի, ինչ է նշանակում այս լուրը Սոսի համար։ Նա գիտի, որ Աննան կրկին երեխա է պարգևում Միքոյին, իսկ Սոսը մնում է մենակ, տարիների խաբվածությամբ ու կորստով։ Տիկին Ռիտան վերադառնում է տուն ու այդ լուրը հայտնում Լիլիթին։ Այդ օրը ի դեպ Լիլիթի ու Սոսի որդու Արամի ծննդյան տարեդարձն է։ Բայց Լիլիթը սրտով ծանրացած, մոլորված, լսելով այդ լուրը, բացահայտ զայրանում է։ Նա լացելով է արձագանքում, ասելով, թե իր համար միևնույն է, թե Աննան, թե նրա երեխան։ Այդ խոսքերն ասված թույնով ու վիրավորանքով լսում է նաև Սոսը, կանգնած սենյակի դռան հետևում։ Նա լուռ է, բայց նրա ներսում նոր ցավ է ծագում։ Նա հասկանում է, Աննայի ու Միքոյի ընտանիքը համալրվել է եւս մեկ անդամով։ Նրանք կշարունակեն ապրել, նաև միգուցե երջանիկ, իսկ ինքը մնում է նույն տխրության մեջ։ Եվ այսպես Աննայի երեխան ծնվում է, սակայն վիճակը ծանր է։ Նորածինը կյանքի ու մահվան եզրին է, նրա փոքրիկ մարմինը պայքարում է վերջին շնչով։ Միքոն մտնում է հիվանդասենյակ։ Աննան հոգնած, ուրախությունով լի ձայնով ասում է. «Ցանկանում եմ տեսնել իմ երեխային», բայց Միքոյի աչքերում խուճապ կա, վախ։ Նա փորձում է գտնել բառեր, բայց միայն մի բան է ասում. «Չես կարող տեսնել»։ Նրա վիճակը չափազանց ծանր է։ Նրա ճակատագիրը հիմա ոչ թե բժիշկների, այլ Աստծո ձեռքերում է։ Աննան ցնցվում է։ Նրա ներսում մի բան փլուզվում է։ Նա մտքերով վերադառնում է անցյալ, 25 տարի առաջ, երբ մահացավ իր եւ Սոսի դուստրը։ Հիմա նորից նույն վախը, նույն սարսափը։ Նա մտածում է, եթե այդ ցավը կրկնվի, ինքը այլևս չի դիմանա, կխելագարվի։ Միքոն էլ հիվանդասենյակում կանգնած իր մտքերով կարծում է, որ սա միգուցե պատիժ է, Աստծո պատիժ, այն բանի համար, որ ինքը տարիներ առաջ խաբեց Աննային, ասաց, թե երեխան մահացել է, մինչդեռ գողացավ այդ երեխային ու հանձնեց Ավագին եւ Վիկտորիային։ Այժմ ժամանակն է վճարելու, բայց այս անգամ կրկին Աննան է վճարում։ Հարգելի հետևորդներ, ինչ ճակատագիր է սպասում Աննայի ու Միքոյի բալիկին։ Արդյոք նա կապրի, գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք, գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տուն տեգինանք ուղակի։ Արդեն գտանք թե ինչ բան։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչեր է կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամբ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Մանակ եմ։ Շատ։ ինքը սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձեզ։ Իհարկե։ Վաղուց չկայինք։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի, դաստրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։
Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Ումիշ լինելու։ Այո, այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան, ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչ էի կողմը, բայց կա։ Դու ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասիալին չէի սպասում։ Համեցեք։ Դե որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը դες ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կարողա չի երևում։ Դա սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասա բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վարից ոչ մի բան չկա։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրուն հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, ասում են դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին։ Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջաջո։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ